Իշխանափոխություն նախաձեռնած հիմնադիր խորհրդարանը հայտարարում է, թե ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը հետապնդում են իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին ու 100-ամյակն առանց ռեժիմի շարժման մյուս անդամներին։ Հիմնադիր խորհրդարանում ընդգծում են, հետապնդումներն էլ ավելի են սաստկացել անցած մեկ շաբաթում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ։ Երեկ նրանց հաջողվել է նկարահանել Աջափնյակից մինչև կենտրոն իրենց հետևող ավտոմեքենան։ Համացանցում տեղադրված ավելի քան 1 րոպե տևողությամբ տեսագրությունում երևում է Ժիրայր Սեֆիլյանին ու Վարուժան Ավետիսյանին տեղափոխող ավտոմեքենայի հետևից ընթացող մեքենայի պետհամարանիշը։ Հիմնավոր կասկածի մակարդակով կարող եմ ասել, որ բնականաբար ոստիկանությունը եւ հատուկ ծառայությունները։ Մասնավորապես 3-4 օր առաջ, երբ այստեղից պարոն Չուգազյանի հետ դուրս էին գալիս, հենց հիմնադիր խորհրդարանի գրասենյակից, ես նկատեցի առնվազն 3 հոգու, որ հետևում էին մեզ, հետիոտն էին, եւ նաեւ ասեմ, որ շատ վատ են աշխատում, պրոֆեսիոնալ չեն եւ շատ հեշտ կարելի է իրենց զանազանել։ Ընդդիմադիր նախաձեռնության կասկածներն էլ ավելի խորացրեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով 2 օր առաջ ազատության հարցին ի պատասխան նաեւ Ժիրայր Սեֆիլյանին էր մեղադրել Բաղրամյան պողոտայում շարունակվող սոցիալական ակցիան քաղաքականացնելու համար։ Կիվիրյաններ են շահում, Սերֆիլյաններ են շահում։ Տրամաբանական կապ կա, բայց ես չեմ կարող ասել, որ դա ձևական իրավական առումով ապացույց է։ Տրամաբանական կապն ակնհայտ է, դրա համար ես շեշտեցի, որ հիմնավոր կասկածի մակարդակով ես ասում եմ, որ այո, դա ռեժիմի թելադրանքով իրականացնում են իր մահակները, հատուկ ծառայությունները եւ ոստիկանությունը։ Վախը երևակայական հրեշներ է ծնում եւ դրանից դրդված իրենք ինչ-որ արտառոց բաներ են սպասում, արտառոց քայլեր են սպասում մեզանից, կարծես թե, եւ այդ վախով եմ պայմանավորում իրենց ճղածկումները։ Հիմնադիր խորհրդարանը կոչ է անում ոստիկանությանը բացահայտել հետապնդողներին հնարավոր հանցագործության նախապատրաստությունը կանխելու համար։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մինչդեռ այս հարցով ոստիկանությանը դիմելը անհեռանկար է համարում, ընդգծելով ոստիկանապետն ինքն է Սեֆիլյանի մասին հրապարակավ խոսում։ Հետապնդողը ինչպես բացահայտեց, երբ հետապնդում է ինքը ոստիկանությունը։ Եվ այդ արհամարական տոնով խոսելը Սեֆիլյանները եւ Կիվիրյանները չի թաքցնում եւ վստահ է, որ անպատժելի է, նաեւ որ դաբրո ունի իշխանությունից Սեֆիլյանի մասին խոսել, որովհետեւ քրեական գործը դեռևս կարճված չի եւ դա իրեն ապահով է զգում այդպես Սեֆիլյանի մասին խոսել, ավելի շատ խորացնել, այդ քրեական գործի համար փորձել հիմքեր ստեղծել։ Ոստիկանությունը ազատության եզրույթում կտրականապես հերքում է ընդդիմադիր շարժմանը հետապնդելու մասին պնդումները։ Լրատվական ծառայությունը միաժամանակ հայտարարում է, համաձայն օրենքի քրեական գործ հարուցելու համար Սեֆիլյանն ու ընկերները պետք է գրավոր դիմեն, հրապարակված տեսագրությունն ու տեքստը բավարար չեն։